Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հուլիսի 1-ից դադարեցնել հայոյախոսությունները եւ խոսել փաստերով։ Ինչ եք կարծում, կհաջողվի դա անել։ Նիկոլ Փաշինյանի որ մի խոսքն է փաստ կամ որ մի խոսքն է, ասենք, ընդունելի է, ասենք, իրանց բանի մեջ այդ մի քանի ոչելած մարդկանց մեջ, որը որ, ասենք, խոսքի օրինակ, ինքը հույս է դրել իրանց վրան։ Մարդը, եթե մի բան խոսում է, ինքը պետք է այնքան վստահ լինի իր վրան, որ ինքը կարենա, ասենք, իր խոսքը որևիցե մի հատ հզոր կամ պետության կամ հզոր մարդու մոտ իրականացնի, չէ՞։ Ինքը որ մեկս է տեսել, լավ, ես չեմ, դու չես, լրագրող չես, իմ նման սովորական մարդ ես, ես եմ լրագրողը, քեզ եմ այդ հարց տալի։ Տեսնում ենք մենք այդ ձևի մի բան, որ գնա այս պետություն, ասենք, նորմալ դրական մի հատ բան բերի մեր հայ ժողովրդի համար կամ ասենք մեր պետության համար։ Հայոց եկեղեցին ինքը նախ ստեից սկսենք, ինքը չհամաչեց գնաց Թուրքիա, գիրքը վերցրեց իրանց եսիմինչ գիրքեր էդի Աստված գիտի, չնայած Աստված չի էլ ընդունի այդ բանը, որ ինքն իմանա, երկրորդը մտավ իրանց այդ մեջիթա ինչ գրող ու սև ցավա, որևիցե մեր եկեղեցու մեջ, որ մեկս է տեսե, որ ասենք մի հատ թուրք կամ մի հատ որևէ մուսուլման ազգ, ասենք մտնի մեր եկեղեցի պաշտելով, կարող է մտնի ահաբեկիչ լինի, տերոր անի կամ այդ մտքով էլի, բայց ինքը չի մտնի հավատքով, որ ասենք խոսքի օրինակ սա սրբավայր է, կանի մի հատ մտնենք, գոնե մի հատ տեսնենք, ներսը ինչ է կատարվում։ Հասարակ օրինակ, ասենք ինքը անձնականի հետ է խառնում, մեր պետությունը ինքը խառնում անձնակա քուչի, սենց ասեմ, քուչի խոսակցություն, քուչի պիտի սենց անեմ, պիտի նենց անեմ, պիտի դու ոչ մի բան էլ չանես, պիտի մի հատ սիրուն ստորագրություն տաս, ժողովրդին ասես շատ կներեք, 1000 անգամ, որ ձեզ խաբեցի, ձեզ սենց արեցի, ես հեռանում եմ։ Մեր եկեղեցին, ասենք, ինչ կապ ունի խոսքի օրինակ կաթողիկոսը ամուսնացած է, ամուսնացած չի, չգիտենք էլ դա ճիշտ է, սխալ է, եսիմի։ Զենքեր են հանում, ոնց որ մանվելին ասեցին, տուշոնկա ենք հանում, եսիմ ինչ ենք անում, նախորոք տարան էդի վերապատրաստեցին, այդ խեղճ գյոզալական, ասենք, գեներալ մարդուն, թեկուզ եւ հասկանոնք, այդ ձևում ունենք, թեկուզ եւ եղել է այդ ձևի բան։ Կարելի է, եթե դու քո պետության գեներալի հետ ես այդ ձև վարվում, քո կաթողիկոսի հետ ես այդ ձև վարվում, ինքը Թուրքիայից եկավ հենց այդ ծրագրով, որ պտի մեր պետության վերջը ոնց են տալի, ցանկացած պետության վերջ։ Տալիս են այն ձև առաջինը, իրանց ազգի կրոնն են ջնջում, վերացնում, նոր հետո անցնում են ժողովրդին կամ ասենք պետությանը կամ եսիմ ինչ։ Սա շատ դաստիարակված, շատ խելամիտ ձևով Թուրքի խորհուրդներն է, Թուրքի ձևն է անում, մեկը ինքը երևի ասում է մի կյանք եմ ապրելու կայնի տենամ ինչ եմ անում, ոնց եմ անում, տենց ապրում, ինքը ոնց ասեմ, ադնարազվի մարդ է ինքը իր ընտանիքի մասին չի մտածում, իր հաջորդ սերունդի մասին չի մտածում, իր հերը ճիշտ բան ասեց, տղա ջան, ինչ ուզում ես դառի հեղափոխության ժամանակ, մենակ երկրի ղեկավար մի դառ։ Իր հերը գիտեր, Աննան ով է, այնի ով է, ես էլի եմ ասում, անձով չեմ վիրավորում ես իրանց, ես իրավունք չունեմ, թեկուզ եւ վիրավորեմ էլ, քաղաքացի եմ, իրավունք ունեմ, բայց չի կարելի այդ ձև, ժողովուրդ ջան, չի կարելի, իրոք ճիշտ եմ ասում, որովհետև ասենք խոսքի մեր հայ բարերար Սամվել Կարապետյանն սպասում էիր, նախ ինքը այնքան շնորհք չունի, շատ կներեք էլի մի քիչ երկար խոսացի, բանամ, ինքը այնքան շնորհք չունի, այնքան դաստիարակություն չունի այդ ձև ասեմ, էլի, չնայած որտեղից դաստիարակվի, ինքը ծնվել է Բերթերում, մեծացել է
եսիմեն խուժան կլանի մեջ, չասեմ ինչը ոնց, նույնը իրա կինը, նույնը եսին ոնց։ Ու այդ ձև, իրա հերը, իրա հերն ու մեր իրան դաստիարակություն չեն կարեցե տան։ Պիտի տուն բերեին, չէ՞ որ իրան դաստիարակեին։ Տուն չեն կարեցե իրան քուչեքից բերեն։ Թե իրան, թե իրա կնոջը, ես այդ ձև գիտեմ։ Սամվել Կարապետյանին, ասենք, սաղ աշխարհը ճանաչում է, սաղ աշխարհը, հիմա սաղ աշխարհը ոչ թե գովաբանում է Նիկոլ Փաշինյանին, այլ շատ կներեք արտահայտությանս համար թվում է Նիկոլ Փաշինյանի երեսին, որ խոսքի օրինակ Սամվել Կարապետյանին, ասենք, էլ ինչ անի Սամվել Կարապետյանը, ասեք մի հատ ինչ անի, հասկանանք ինչ անի։ Իրա սաղ ունեցվածքը բերի դնի Հայաստանին, որ դու ուտես, Պողոսը ուտի, Պետրոսը ուտի ու կշտանաք։ Ալեն Սիմոնյանի հերը մեր հայ ժողովրդին են մեր նման խավի մարդկանց վիրավորեց։ Աշկ փագեցինք, ասինք լավ ոչինչ։ Ավինյանի, հա։ Կներեք, Ալեն Սիմոնյանի մերը բալկոնից թքեց ու եսիմ մատով եսիմ ինչեր ցույց տվեց, բա կիրթ ծնողը, են էլ մայրը, էդի որ իրա մայրն է այդ ձևանում, բա ինքը ինչ կանի, կամ իրա հերը ինչ կանի, կամ իրանց ազգուտակը ինչ կանի, հոմենակ փող աշխատելով չի, հոմենակ գահին, վաղը միսօր դուրս գալ կա, Սերժը դուրս չեկավ, Քոչարյանը դուրս չեկավ, Լևոնը դուրս չեկավ, Նիկոլեսա դու էլ ես դուրս գալու, բայց դու ուրիշ ձև ես դուրս գալու։ Ինքը չգիտի, որ ստեղ հետևյալ Լևոն, Քոչարյան, Սերժ, ովքեր որ դուրս են եկել, իրանք հետևանքներ թողել են մեր պետության մեջ։ Այդ հետևանքները սաղ բարդում են այս հայվանի ծործորագին ինքը չնայած տեղյակ լինելով, ինչ ասեմ։ Թքում ես գորդի երեսին ասում է անձրև է գալի, ոչ թե որպես անձ եմ իրան վիրավորում, որպես երկրի ղեկավար։ Չես կարում մի ղեկավարի, ինչ էլ գրփել չրփել ես, ինչ արել ես, ոնց արել ես, գոհ ենք, շնորհակալ ենք, գնա արա հեռացի։ Ինչ ես ուզում, ես ժողովրդից ինչ, օրինակ դու նոր սերունդ ես, ես ասենք 45 տարեկան մարդ եմ, երեխեք ունեմ, ոչ եմ, տեսել եմ մի լավ վատ, մի կյանք դե, դու ինչ պետք է անես, ինչ պետք է անես։ Թուրքը, պարսիկը, մեկ էլ էդ էլ ասեմ, այս իրավիճակը, որ մեր երկիրը այս իրավիճակի մեջ է, ինքը պետք է գետինը մտներ, որ այս քայլին գնա։ Սամվել Կարապետյանը չէր եկել կաթողիկոսին պաշտպանելու։ Սամվել Կարապետյանը եկել էր, որ եկեղեցին պաշտպանի։ Համել եկել էր իր հոր 40-ներ։ Ինքը այնքան անկիրթ, այնքան անշնորհք է, որ գոնե խոսքի էդի հաշվի չառա։ Թող 40 քաներ էլի կալանավոր։ Խոսքի, եթե ուզում էր կալանավոր էր, թող 40 իր հոր պարտ կտար, էլի կալանավոր էր։ Ինքը ուզում է, ուշեմ ինչ ասեմ, գրզոնա, են մուրուքով մի հատ հայվան անդե նստած, են մթոմ գեներալ եսիմ ինչ էլի նորից հայվանա բերե իրա կողը նստեցրել։ Ով իրա պահանջները չի կատարում, ասում է դիմումը գրեք ազատվեք, քոմ դիմում գրել ազատվելով չի։ Չէ որ դու էսի կոչում է մեր պետությունը կոչում է տուն, ինքն էլ ընտանիքի է, ասենք ղեկավարն է, հայրն է, տենց ասենք։ Բա դու եթե ձև ես վարվում քո տանը, քո պետությանը, ինչ միլիոնների ես վազում, այդ միլիոնները ոչ մեկ չի տարի դրա հետ։ Սամվել Կարապետյանն էլ դուրս կգա, կաթողիկոսն էլ կմնա, սաղ էլ կմնան, ինքը չի մնա։